12-ամյա երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է սինթետիկ թմրանյութի հետք։ Հայաստանում վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել մի դեպք, որը բազմաթիվ հարցեր է առաջացրել ինչպես ծնողների, այնպես էլ իրավապահների մոտ։ Սովորական դպրոցական էքսկուրսիան, որը պետք է դառնար ուսուցողական և հետաքրքիր օր երեխաների համար, ավարտվել է անհասկանալի ու մտահոգիչ զարգացումներով։ 12-ամյա երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է սինթետիկ թմրանյութի հետք, իսկ մինչ օրս հստակ պատասխան չկա, թե ինչպես է այդ նյութը հայտնվել նրա մարմնում։ Դեպքը տեղի ունեցել կրթական այցից հետո։ Մի խումբ աշակերտներ ուսուցիչների ուղեկցությամբ մասնակցել են ճանաչողական ծրագրի, ըստ դպրոցի ղեկավարության, երեխաների ամբողջ օրվա ընթացքում կազմակերպված հսկողություն է իրականացվել, իսկ միջոցառումը անցկացվել է նախապես հաստատված ծրագրով։ Սակայն տուն վերադառնալուց հետո երեխան սկսել է իրեն վատ զգալ։ Ընտանիքի անդամների խոսքով նրա մոտ նկատվել են բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ և վարքային փոփոխություններ։ Սկզբում ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչն է նման վիճակի պատճառ դարձել։ Հետագա բժշկական հետազոտությունները առաջին փուլում որևէ հստակ պատասխան չեն տվել։ Միայն ավելի ուշ իրականացված նարկոլոգիական փորձաքննության արդյունքում մասնագետները հայտնաբերել են սինթետիկ կանաբիոիդների հետքեր։ Հենց այդ պահից էլ դեպքը տեղափոխվել է իրավապահների ուշադրության կենտրոն։ Մասնագետների գնահատմամբ նման նյութերը դասվում են առավել վտանգավոր թմրամիջոցների շարքին։ Դրանք կարող են ազդել մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա և առաջացնել հիշողության, վարքի և գիտակցության խանգարումներ։ Առավել մտահոգիչ է այն փաստը, որ խոսքը 12-ամյա երեխայի մասին է։ Այդ տարիքում օրգանիզմը դեռ գտնվում է զարգացման փուլում, իսկ նյարդային համակարգը շատ ավելի խոցելի է արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Այդ պատճառով նույնիսկ փոքր քանակությամբ նման նյութը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել։ Մասնագետները նշում են, որ նման դեպքերում կարող են ի հայտ գալ հիշողության կորուստ, անհանգստություն, վախեր, կողմնորոշման խնդիրներ և այլ ախտանիշներ։ Ներքին գործերի համակարգը հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ իրականացվում են լայնածավալ ստուգումներ, հարցաքննվում են էքսկուրսիայի մասնակիցները, ուսումնասիրվում են բոլոր հնարավոր հանգամանքները, ստուգվում են երեխայի հաղորդած տեղեկությունները։ Այս պահին քննությունը փորձում է հասկանալ մի քանի կարևոր հարց. ինչպես է նյութը հայտնվել երեխայի օրգանիզմում, երբ է տեղի ունեցել դրա օգտագործումը, արդյոք եղել է արտաքին ազդեցություն, կան այլ անձինք, որոնք կարող են առնչություն ունենալ դեպքի հետ։ Այս հարցերից ոչ մեկի պատասխանը դեռ վերջնականապես հայտնի չէ։ Դեպքը մեծ անհանգստություն է առաջացրել նաև համայնքում։ Փոքր բնակավայրերում նման լուրը շատ արագ է տարածվել։ Տեղացիների խոսքով համայնքում նախկինում նման միջադեպերի մասին չեն լսել, իսկ ծնողները ցանկանում են հնարավորինս արագ ստանալ հստակ պատասխաններ։ Դպրոցի ղեկավարությունն էլ պնդում է, որ ամբողջ օրվա ընթացքում երեխաները եղել են ուսուցիչների վերահսկողության ներքո և որևէ արտառոց իրավիճակ չի արձանագրվել, սակայն հենց դա էլ ավելի է խորացնում առեղծվածը։ Եթե ամեն ինչ եղել է վերահսկելի պայմաններում, ապա ինչպես է հնարավոր, որ նման նյութը հայտնվի երեխայի օրգանիզմում։ Այս պատմությունը շարունակում է մնալ բազմաթիվ անպատասխան հարցերի կենտրոնում։ Մինչ քննությունը փորձում է վերականգնել դեպքերի ամբողջական պատկերը, հասարակությունը սպասում է գլխավոր պատասխանին, ինչպես է սովորական դպրոցական էքսկուրսիան վերածվել նման ծանր և մտահոգիչ միջադեպի։ Մի բան ակնհայտ է, անկախ քննության վերջնական արդյունքներից, այս դեպքը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում երեխաների անվտանգության, վերահսկողության և կանխարգելման մեխանիզմների կարևորության վրա։ Քանի դեռ բոլոր հանգամանքները չեն պարզվել, պատմությունը շարունակում է մնալ բաց հարց, բազմաթիվ վարկածներով, բայց առանց վերջնական պատասխանի։